Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք փորձնական եղանակով կուսումնասիրենք իմպուլսիվ պահպանման օրենքը զրոյի ձգտող շփման ուժի պայմաններում։ Իմպուլսը մարմնի շարժման քանակի չափ է, որը սահմանվում է հետևյալ բանաձևով. P-ն հավասար է m անգամ v, որտեղ P-ն իմպուլսն է, m-ը մարմնի զանգվածը, իսկ v-ն նրա շարժման արագությունը։ Ուսումնասիրության արդյունքում կհիմնավորենք, որ փակ համակարգում, այսինքն երբ արտաքին ուժեր չկան, մարմինների ընդհանուր իմպուլսը հաստատուն է։ M1 անգամ V1 գումարած M2 անգամ V2 հավասար է կոնստանտ, որտեղ M1-ը և M2-ը մարմինների զանգվածներն են, իսկ V1-ը և V2-ը համապատասխանաբար դրանց շարժման արագություններն են։ Փաստորեն մենք պետք է համոզվենք, որ այս մարմինների ընդհանուր իմպուլսը դրանց բախումից առաջ և հետո իրար հավասար է։ M1 անգամ V1 գումարած M2 անգամ V2 հավասար է M1 անգամ V1 շտրիխ գումարած M2 անգամ V2 շտրիխ, որտեղ V1 շտրիխը և V2 շտրիխը շարժման արագություններն են բախումից հետո։ Այս օրենքը մենք ուսումնասիրելու ենք երկու մարմինների օրինակով։ Երբ մարմիններից մեկը դադարի վիճակում է, իսկ մյուսը մարմինը շարժվելով հարվածում է դադարի վիճակում գտնվող մարմինին և նրան դնում շարժման մեջ, իսկ ինքը ընդունում դադարի վիճակ։ Այս դեպքում բնականաբար V2-ը հավասար է 0 և V1 շտրիխը հավասար է 0։ Ուստի մենք փորձնական ճանապարհով պետք է ցույց տանք, որ M1 անգամ V1 հավասար է M2 անգամ V2 շտրիխ։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են օդուղի, օդային ուղին ֆիզիկայի լաբորատորիաներում օգտագործվող սարքավորում է, որը նախատեսված է մեխանիկական շարժման հետազոտման համար։ Այն ապահովում է նվազագույն շփման պայմաններ։ Հնարավորություն է տալիս փորձնական ճանապարհով ուսումնասիրել մեխանիկայի օրենքները, իմպուլսի և էներգիայի պահպանման սկզբունքները, ինչպես նաև բախումների դինամիկան։ Սարքի հիմնական գաղափարն այն է, որ հատուկ անցքերից մղվում է օդ, ստեղծելով բարակ օդային շերտ, որը թույլ է տալիս հատուկ սահիճներին լողալ ուղու վրայով, գրեթե առանց շփման։ Օդուղու հիմնական կառուցվածքային տարրը ուղին է, այն երկար ալյումինե հարթ ուղի է։ Ուղու մակերեսի վրա կան մանր անցքեր։ Կա սանդղակ, որի ամենափոքր բաժանումը 1 մմ-ն է։ Այն նախատեսված է սահիճի և ֆոտոտվիչների դիրքը ճշգրիտ որոշելու համար։ Սարքի հիմնական բաղադրիչներն են ուղղորդող ուղի, ձախ կանգառային թիթեղ, աջ կանգառային թիթեղ, միակետային հենարան, հարթեցման հարթակ պտուտակներով, չափման սանդղակ, ֆոտոտվիչների շրջանակ, սաձև արձակիչ, շրջանաձև արձակիչ, ամրացնող շրջանակ, կեռիկով շրջանակ, զսպանակ, ճախարակ շրջանակով, բեռի համար նախատեսված դույլ թելով, սահիճ, լույսը խափանող շրջանակ, հակակշիռներ։ Ֆոտոտվիչ 2 հատ։ Ֆոտոտվիչը օպտիկական սենսորով հագեցած սարք է, որն օգտագործվում է մարմնի արագությունը, ժամանակը և տեղաշարժը չափելու ժամանակ։ Ունի ինֆրակարմիր լույսի աղբյուր և ընդունիչ։ Երբ որևէ մարմին անցնում է ֆոտոտվիչի միջով, այն խափանում է լույսի ճառագայթը և վայրկենաչափը ֆիքսում է այդ պահը, գրանցելով ժամանակը։ Թվային վայրկենաչափ։ Թվային վայրկենաչափը սարք է, որը թույլ է տալիս չափել ժամանակային ընդհատումները բարձր ճշգրտությամբ, սովորաբար միլիվայրկյանների ճշտությամբ։ Այն ունի մի շարք ֆունկցիաներ՝ Timing S1, Timing S2, Collision Co, Acceleration A, Cycle T, Count C, Freefall Gravity Acceleration եւ այլն։ Սրանցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր չափումների համար։ Բեռների հավաքածու, թվային կշեռք, աղյուսակ, հաշվիչ, թուղթ և մատիտ։ Տեղադրենք օդուղին սեղանին հորիզոնական դիրքում։ Ֆոտոտվիչները, սենսոր 1 և սենսոր 2-ը մանեկի և պտուտակի օգնությամբ ամրացնենք ֆոտոտվիչների համար նախատեսված շրջանակին, ապա ֆոտոտվիչների շրջանակները ամրացնենք ուղղորդող ուղու վրա։
Սահիճների դիմային հատվածներում ամրացնենք կեռիկով շրջանակներ։ Լույսը խափանող շրջանակը տեղադրենք սահիճի վրա։ Միացնենք թվային վայրկենաչափը։ Ընտրենք Acceleration A ռեժիմը։ Այս փորձում կիրառելու ենք A Acceleration ֆունկցիան։ Թվային վայրկենաչափի A ֆունկցիան ցուցադրում է հետևյալ տվյալները։ Առաջին համարի տակ վայրկենաչափը ցուցադրում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով։ Երրորդ համարի տակ չափում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով։ Չափենք սահիճների զանգվածները M1-ը եւ M2-ը։ Գրանցենք աղյուսակում։ Ստուգենք, սահիճները արդյոք կարող են ազատ տեղաշարժվել օդուղու երկայնքով առանց խոչընդոտների։ Չափենք լույսը խափանող շրջանակների լայնությունը L1-ը, L2-ը, արդյունքները գրանցենք աղյուսակում։ Առաջին սահիճը տեղադրենք առաջին ֆոտոտվիչին մոտ, որտեղից սկսվելու է իր շարժումը։ Երկրորդ սահիճը տեղադրենք ֆոտոտվիչների միջև, անշարժ դիրքում։ Սեղմենք թվային վայրկենաչափի Reset կոճակը, ցուցիչները զրոյացնելու համար։ Շարժման մեջ դնենք առաջին սահիճը, նրան մի փոքր հրելով։ Հետևենք, թե նա ինչպես է անցնում առաջին ֆոտոտվիչի միջով, այնուհետև հարվածում է երկրորդ սահիճին։ Ինչպես տեսակ, երկրորդ սահիճին դնում է շարժման մեջ, իսկ ինքը մնում է անշարժ։ Երկրորդ սահիճը շարժվելով անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով եւ ֆոտոտվիչը ֆիքսում է անցնելու ժամանակահատվածը։ Աղյուսակում գրանցենք թվային վայրկենաչափի մեզ անհրաժեշտ տվյալները։ Առաջին համարի տակ վայրկենաչափը ցուցադրում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով։ Գրանցենք այս տվյալը աղյուսակի T1 սյունակում։ Երրորդ համարի տակ չափում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով։ Գրանցենք այս տվյալը աղյուսակի T2 սյունակում։ Փորձը կրկնենք եւս մեկ անգամ, սակայն այս դեպքում ավելացնելով սահիճների զանգվածները։ Առաջին սահիճի զանգվածն ավելացնենք 100 գրամով, իսկ երկրորդ սահիճինը 50 գրամով։ Բոլոր տվյալներն ու չափման արդյունքները գրանցենք աղյուսակում։ Այժմ, երբ արդեն փորձն ավարտված է, կարգի բերենք սեղանը, սարքավորումները տեղավորենք համապատասխան պահարաններում եւ անցնենք աղյուսակի տվյալների մշակմանն ու վերլուծմանը։ Աղյուսակի 7-րդ սյունյակում առաջին սայլակի արագությունն է մինչև բախումը։ Բախումից հետո այն դառնում է 0։ Աղյուսակի 8-րդ սյունյակում երկրորդ սայլակի արագությունն է բախումից հետո, մինչ այդ այն 0 է։ Իսկ ահա աղյուսակի 9-րդ եւ 10-րդ սյունյակներում մարմինների իմպուլսներն են։ Առաջինը բախումից առաջ, որն այնուհետ դառնում է 0, իսկ երկրորդինը բախումից հետո, որի իմպուլսը մինչ բախումը 0 էր։ Ըստ տեսության, իդեալական պայմանների դեպքում համակարգի իմպուլսը պետք է պահպանվի, այսինքն մարմինների իմպուլսների գումարը բախումից առաջ հավասար պետք է լինի բախումից հետո իմպուլսների գումարին։ Մեր փորձի դեպքում դա նշանակում է, որ առաջին մարմնի իմպուլսը բախումից առաջ հավասար պետք է լիներ երկրորդ մարմնի բախումից հետո ունեցած իմպուլսին։ Դրանք աղյուսակի 9-րդ եւ 10-րդ սյունյակների արժեքներն են։ Հավասար զանգվածներով փորձում շեղումը կազմեց 17%, ինչը իհարկե բավարար է փորձնական ճանապարհով համոզվելու իմպուլսի պահպանման օրենքի ճշմարտացիության մեջ։ Անհավասար զանգվածներով փորձ 2-ում շեղումը կազմեց 20%։ Սա նույնպես համապատասխանում է իմպուլսի պահպանման օրենքին։
Իրարից որոշակի տարբերությունը կարող է պայմանավորված լինել օթողու աշխատանքի, չափումների ոչ ճշգրիտ լինելու, բախման ոչ լիովին էլաստիկ բնույթով և մի շարք այլ պայմաններով։ Մենք փորձնական ճանապարհով գրեթե զրոյական շփման պայմաններում ուսումնասիրեցինք իմպուլսի պահպանման օրենքը երկու սահիճների օրինակով և համոզվեցինք, որ սահիճների ընդհանուր իմպուլսը բախվելուց առաջ և հետո գրեթե պահպանվում է։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ տեսանյութում։